Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Տեսեք, մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև ես ուզում եմ նաև կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Հասկանում եք, խաղաղությունը ինչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք նրա մասին եւ մենք պետք է առերեսվենք, այս հատկապես հիմա դա շատ կարեւոր է անել։ Երբ որ մենք ասում ենք, խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն եւ ակնհայտորեն նկատի ունենք, մենք ըստ էության առաջինը չենք թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խաղաղությունը մենակ պայմանագիր չի։ Խաղաղությունն է նա, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ այն ճամպրուկը կապած վիճակում այդ չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական, կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք։ Էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք։ Էսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի։ Էսա կվերադառնաք Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս քաղաքականությունը ունի երկու նպատակ։ Առաջինը հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ եւ երկրորդը թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա։ Որովհետեւ այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ հոգեբանությունը պանդուխտի սոցիալ հոգեբանությունն է, որ մենք ինչ որ միտեղ պետքա գնանք, այս այն տեղը չի, որտեղ մենք պետքա մնանք, այդ պետությունը չի կարա կայանա։ Եվ մենք անընդհատ առերեսվում ենք, մենք այդքան, տեսեք, մենք անկախության առաջին օրերից ի վեր միլիոնավոր անգամներ մեր հանրային քաղաքական դաշտում, սոցիալ բանում, մամուլում, հետո երբ որ սոցիալական ցանցերը կային սոցիալական ցանցերում, ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը եւ խնդրեմը այդ արտագաղթն է։ Մեր խնդրեմն է, բայց մենք այդ խնդրեմը չենք ճանաչել եւ չենք ճանաչում։ Մենք չգիտենք այդ ինչ երևույթ է։ Ընդ որում, ես ուզում եմ սա բան անել, սա ընդգծել, ընդ որում ժողովուրդը ավելի շատ այս խնդրեմի հետ առերեսվում ուզում հասկանալ անեկդոտների, պատմությունների, սովորույթների տեսքով, քան պետությունը, քան պայմանականորեն ասած էլիտար շրջանակները, որովհետև էլիտար, այսպես ասած, շրջանակները այդ process-ի մաս են, որովհետև էլիտար շրջանակները կայսերական քաղաքականության մաս են, գիտակցաբար թե անգիտակցաբար, լինելով այն մեխանիզմի գործողության մեջ, որի նպատակը էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան զարգացած ազատ պետություն կայացումը թույլ չտալն է։ Եվ սա սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Այդ ժամանակ այդքան որ ասում են անվտանգություն, երկրորդ արտագաղթից հետո անվտանգությունն է։ Մենք մինչև հիմա չենք էլ հասկացել անվտանգությունը ինչ է, ինչ բաղադրից, ինչ կոմպոնենտներից է ինքը բաղկացած։ Որովհետև ոչ մի համակարգ ինքը մի դետալից չի բաղկացած։ Ոնց որ ավտոմեքենա ասելով նկատի ունենանք անիվ կամ ղեկ,
Անիվ կարող ենք ունենալ նույնիսկ 4 հատ։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեքենա ունենք։ Նստատեղ կարող ենք ունենալ նույնիսկ 15 հատ, բայց դա չի նշանակի, որ մենք մեքենա ունենք։ Շարժիչ էլ կարող ենք ունենալ, բայց դա չի նշանակի, թե մենք մեքենա ունենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է արձանագրել հետևյալը։ Եվ ես իմիջիալոց նաև իրական Հայաստանի մասին բանախոսությունների ընթացքում ես այդ թեմային անդրադառնում եմ, ես իսկապես ուզում եմ հասկանալ այդ երևույթը։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, ասինքն ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել, մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել, մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե այս ինչ հետաքրքիր բան է, հայրենասիրական մոտեցում է։ Բայց դա լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, ելի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Հայրենասիրության այն բանաձևը, որը Ստալինը բան արել, այն ժամանակ այդ բաները չկար, upload արել մեր հանրային գիտակցության մեջ։ Եվ էլ եմ ասում, մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ որ մենք խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ հոգեբանական մակարդակում է, մենք պետքա խաղաղվենք։ Հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ կկորցնենք խաղաղությունը, որովհետև այդ նշանակում է, երբ որ մենք այդ խոսույթները շարունակում ենք, այդ նշանակում է մենք մտնում ենք կոնֆլիկտի մեր շուրջ բոլորի հետ մտնում ենք կոնֆլիկտի, իսկ այս պարագայում մեզ ինչ է պետք։ Մտնում ենք կոնֆլիկտի, հետո ենք հասկանում, բա ոնց մի րոպե, բա մեր ռեսուրսները հետո չեն բավարար չեն, եւ բավարար չեն լինելու այդ կոնֆլիկտի համար։ Բա ինչ անենք։ Երաշխավոր փնտրենք։ Ու գնացինք երաշխավոր փնտրելու։ Ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին։ Իմիջիայլոց, որ ասվում է, որ մենք խաղաղություն ենք ունեցել, բանից նկատի առնվում 20 թվից առաջ խաղաղություն ենք ունեցել։ Մենք խաղաղություն չենք ունեցել։ Մենք ունեցել ենք սառեցված պատերազմ։ Մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Ինչի հաշվին, հարգելի գործընկերներ, ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության, մեր բարեկեցության, մեր ազատության, մեր զարգացման հաշվին։ Եվ 2016 թվականի դրությամբ արդեն այդ պատերազմը հետաձգելի բոլոր ռեսուրսները այլևս սպառված էին։ Եվ էլի ես ուզում եմ դիմել, հիմա այդ թեման այն է, որ խոսքը միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին չի, խոսքը ընդհանրապես մեր մասին է, խոսքը ընդհանրապես Հայաստանի ժողովրդի եւ հայ ժողովրդի մասին է։ Երբ որ մենք ասում ենք տարիներ առաջ, որ մենք մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի, մենք հիմա հասցրել ենք խաղաղ նավահանգստի։ Ուղղակի մեզ այդ նավի ուղևորներից նույնպես պետք է խաղաղվել։ Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողջաները քանդել եւ դասավորել պահարաններում։ Այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում, որ մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգերի բաները այդ թափանիվը պատտեցինք, կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնա մնալու։ Ու այդ process-ի մեջ գիտենք սովորաբար ով է ամենաշատը դուժողը ելնում։ Այդտեղ մեծ հանելուկ եւ բան չկա։ Մեծ հանելուկ չկա։ Եվ այսօրը, ես այսօրվա մասին այսօր չեմ խոսի, ես այսօրվա մասին կխոսեմ մի ամիս հետո։ Այսօրը շատ մեծ պատմական ձեռքբերում է։ Եվ այդ պատմական ձեռքբերումը չի կարելի զոհել էլի գերտերությունների շահերին, որոնց մասին երեք ազգային ժողովում
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած պատմության գրքից ես մեջբերում, այդպիսի տասնյակ մեջբերումներ կա։ Գիտեք ինչ, այդ գիրքը կարդալիս, հատորյակները կարդալիս, ես տես տասնյակ տեղեր նշել եմ ու տեղեր կա, որ շատ մեծ ջանք եմ գործադրել ինձնից, որ էլի եթերում կամ տեսանյութ չանեմ կամ ուղիղ եթերում չկարդամ։ Շատ մեծ ջանքեր եմ գործադրել ամենատարբեր նկատառումներով, բայց այդ պետքա կարդացվի։ Այդ պատմությունը պետքա կարդացվի։ Մենք այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ամենաշատն է հղում արվում պատմությունը, ամենաշատը ով ասես հղում է անում պատմությանը։ Բայց թերևս ամենաքիչն է կարդացվել պատմությունը, որովհետև մենք պատմությունը գիտենք, բայց գիտենք նենց ոնց որ հաղորդումներում, հարցազրույցներում եւ այլն մատուցվել է մեզ։ Ընդ որում ասեմ, այդ հատորյակում էլ ես երեք շնորհակալություն հայտնեցի, այսօր էլ եմ շնորհակալություն հայտնում, այնտեղ կա հետևությունների կտորը, թե սա ինչ է նշանակում։ Այնտեղ կան որոշ բաներ, իմ կարծիքով սուբյեկտիվիզմներ, բայց դա էական չի։ Առնվազն գիտնականները իրանց գիտական բարեխղճությունը ցուցաբերել են, փաստը շարադրել են, հիմա հետևությունը 10-20 էջ փաստից հետո կես էջ հետևությունը հիմա ընթերցող այդ ինքը այդ հետևությունն արել, բայց որև մեկին չի պարտադրվում այդ հետևությունը։ Ընդ որում այդ հետևությունն էլ ինքը բանավեճ է, որը շատ կարևոր է, այդ հետևությունը ընդհակառակը շատ ինքը բանավեճ է հարուցում եւ հնարավորություն է տալիս խոսել այդ մասին։ Եվ ելի եմ ասում, շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ խաղաղությունը մենակ պայմանագիր չի, խաղաղությունը նաև հոգեվիճակ է։ Խաղաղությունը սոցիալ հոգեբանություն է։ Որովհետև մենք երբ որ հասկանանք, որ մենք էլ տեղ չունենք գնալու, մենք հասել ենք այնտեղ, որտեղ առաջիկա հարյուրամյակներում եւ հազարամյակներում այս պետության տարածքում մենք եւ մեր սերունդները ապրելու ենք, այ խաղաղությունը է դա։ Այդ պահին է գալու խաղաղություն։ Եվ այս սոցիալ հոգեբանությունն է, որ երաշխավորելու է խաղաղությունը։ Եվ այս է պատճառը, որ ես երեք ազգային ժողովի ամբիոնից ասացի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է երաշխավորը խաղաղության։ Եվ այս ծրագիրը իհարկե ինքը մենք հիմա շատ նայում ենք անդադ տնտեսական բանի, քառակուսի մետրի, դրամի եւ այլնի, որը իհարկե շատ կարեւոր է։ Հանապազորյա խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, բայց շատ կարեւոր է, որ այս հարցերի քաղաքական խորքը մենք հասկանանք եւ գիտակցենք։ Եվ լավ առիթ է սրա մասին խոսելու։